պարոն փոխվարչապետ, մենք էլ ենք շնորհակալ կառավարությանը կատարված աշխատանքի համար, դուք նշեցիք դպրոցաշինության ծրագրերը եւ ընդգծեցիք, որ կան դպրոցներ, որտեղ շինարարության ժամկետների խնդիր ունենք։ Ես ուզում եմ նշել երկուսը Կապան խոշորացված համայնքում, վստահ եմ դուք տեղյակ եք, Ծավ եւ Վերին Խոտանան գյուղերի դպրոցները, այդտեղ շինարարական ընկերությունը արտասահմանյան Իրանի կազմակերպությունը եւ մի քանի անգամ ես նաեւ տարածքային զարգացման հիմնադրամի մեր գործընկերների հետ եմ այս հարցը քննարկել, իրենք բարբերաբար շինարարին անհանգստացնում էին, կարելի ասել, այդ հարցով, որպեսզի ժամկետները պահեն, բայց բացի այն, որ ես վստահ եմ այդ խնդիրը կլուծենք եւ դպրոցի շինարարի հիմա ընդամենը հողային փոս է այդ մասում, կառուցապատում չի արվում, վստահ եմ այդ խնդիրը կլուծենք, բայց դրա հետ զուգահեռ կարծում եմ այդտեղ ժամանակավոր ուսուցում իրականացնող աշակերտների մասով ինչ որ լուծում պետք է տրվի, որտեղ ես ինքս եղել եմ այդ տարածքներում, պայմանները շատ վատն են եւ եթե չեմ սխալվում սեպտեմբերի 1-ից պետք է հաճախեին արդեն նոր դպրոցը, բայց այս պահին դուք էլ տեղյակ եք ինչ իրավիճակ է, կուզենայի նաեւ հենց ձեր մակարդակով լսել ինչ փուլում է այդ խնդիրը եւ ինչ լուծում է տրվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան հարցի մասին, իհարկե խնդրի մասին գիտեմ։ Ճիշտ եք, որ սա այն դեպքերից է, երբ մենք ծրագրի մեկնարկի փուլում նաեւ հասկանալով, որ որոշակի ռիսկեր ենք գեներացնում, եթե այդ ոլորտ նոր մուտք գործող կազմակերպությունների ենք հրավիրում մրցույթի, բայց մեր մրցութային ընթացակարգերն են այնպիսին, որ եթե չափորոշիչները բավարարվում են, ապա նվազագույն գին առաջարկած կազմակերպությունը հավակնում է այդ ծրագրի իրականացմանը եւ այն հայաստանյան չի, ինչպես դուք ճիշտ նշեցիք, կազմակերպությունը, որ վերցրել էր այդ երկու կառույցների կառուցման պարտավորությունը, գործնականում այս ամիսների ընթացքում շատ հետ է ընկել, կարելի է ասել գործնականում շատ քիչ բան է արել ստանձնած պարտավորությունների կատարելու ուղղությամբ եւ մենք որոշում ենք կայացրել պայմանագիրը միակողմանիորեն դադարեցնելու եւ նոր կառուցող ներգրավելու վերաբերյալ, ընդ որում, որպեսզի մենք չունենանք այդպիսի դեպք, հիմա մենք այդ մրցույթը, այսպես ասած, գնահատումը կատարելու ենք արդեն իսկ այն կազմակերպությունների շրջանում, որոնց հետ ունենք հաջող համագործակցության փորձ եւ վստահ ենք, որ նոր ներգրավող կազմակերպությունը իր ոչ միայն առաջիկա նախատեսված ամիսների ընթացքում կկատարի իր պարտավորությունը, այլ կանի առավելագույնը երկու դպրոցների կառուցումը ամենահնարավոր սեմ ժամկետում ավարտին հասցնելու համար։ Ինչ վերաբերում է աշակերտների համար նորմալ դասապրոցեսներ կազմակերպելու հարցին, ապա մենք կրթության գիտության մշակույթի եւ նախարարի հետ միասին եւ մարզպետարանի հետ միասին կքննարկենք, թե ինչ է պետք անել այդ ուղղությամբ միջավայրը ճիշտ կազմակերպելու համար եւ կհասցեագրենք խնդիրը։ Կզբաղվենք այդ հարցով մինչեւ սեպտեմբեր կունենանք համապատասխան լուծում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Արձագանք պարոն Դանիելյան։ Շնորհակալություն պարոն փոխվարչապետ, նաեւ մյուս մասը ասեմ, ես գրեթե բոլոր դպրոցներում եղել եմ եւ մարզի եւ հանրապետության տարբեր տեղեր, որտեղ կառուցապատում են անում, նաեւ ի տարբերություն շինարարներ, ովքեր ժամկետները ուշացրել են, ունենք շինարարներ, որ իրոք ֆանտաստիկ որակի աշխատանք են կատարում եւ դա մեր կառավարության 2018 թվականից այս կողմ կատարվող ամենակարևոր ծրագրերից մեկն եմ համարում, որովհետեւ հենց դպրոցից պետքա փոխենք մեր հասարակությանը, նաեւ պարտեզներից եւ դա շատ մեծ ծրագրեր են ու արդեն պատրաստի դպրոցները տեսնելով այտենց մանկություն են գնում եւ երազում ենք, որ մենք էլ այդպիսի դպրոցներում կսովորենք, բայց ինչևից է գոնե մեր երեխաները կսովորեն եւ պաշտպան կրթություն կստանան։ Շնորհակալություն ձեզ նաեւ։ Պարոն Դանիելյան, ես եմ ուզում շնորհակալություն հայտնել ձեզ կարևոր լրացման համար, բայց իմ կողմից նաեւ շնորհակալություն հայտնել այս բարձր ամբիոնից մեր այն բոլոր շինարարական կազմակերպություններին եւ այնտեղ աշխատող բազմաթիվ մարդկանց, ովքեր այս չափազանց կարևոր ծրագիրը համարում են սեփական պատասխանատվության հարցը եւ կարող եմ ասել, որ մեծ պատասխանատվությամբ եւ զգալի ջանքեր ներդնում իրենց խոստացած աշխատանքը ժամանակին եւ որակով անելու համար։ Նաեւ ուզում եմ լրացնել ձեր խոսքերը եւ շնորհակալություն հայտնել մեր գործընկեր շինարարական կազմակերպություններին եւ նրանց բոլորին հաջողություն ցանկանալ։